Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանձնարարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին պարզելու, թե քանի մարդ և քանի ընտանիք կա, որ օրինակ 30 տարի Փարոսի շահառու է։ Վարչապետը նաև մտահոգություն է հայտնել հանրության քաղաքական ինստիտուտների շրջանում այս կամ այն թեմայի մասով գիտելիքի պակասից և այս համատեքստում նկատել է, որ այն, ինչ ասել է իր ելույթի շրջանակում, մի բանի մասին է վկայում, որ իրենք 7 տարի մնացել են նույն դասարանում, որովհետև եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի չէ, լավ 6 տարի առաջ այս ելույթը այս նույն ձևով նույն տեղում կունենայի, ասել է վարչապետը։ Մնացել ենք առաջ դասարանում։ Որտեվ թուղթա որ պրինտ են անում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա, սենց թուղթա որ պրինտ են անում, ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանանք, մենք մինչև հիմա չգիտենք, պրոբլեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժառոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր պրոբլեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլ եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, էդ ուրիշ բան, էդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասնում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որովհետև այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն իրենք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործ, իրանց գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է, մեկին խաբել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է, ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա, բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը լրագրողների հետ ճեպած զրույցում նշել է, որ իրենք չեն պարտվել Գյումրու թիմի ընտրություններում, բացի դրանից երբևէ մարդագողությամբ չեն զբաղվել։ Դավիթ Հարուշանյանը նաև անդրադարձել է իր հավանական հրաժարականի հարցին։ Ես հրաժարական չեմ ներկայացնելու, փաստել է Շիրակի մարզպետը։ Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը շատ հստակ արտահայտում է, եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընտրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Այսօրվա մեր թիմի օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Արժանի, Գյումրիում էլ եք ՀՊ-ն առաջնորդվում, ինչ են լինի, մենք մեզ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեզ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, միանշանակ Այսինքն ինչ եք անում, էլի մյուս համայնքների նման ինչ-որ մարդագողությամբ եք զբաղվելու եւ կամ, ինչպես շատեր են ասում, անասնագողությամբ եք զբաղվելու, մանդատները տանեք, օրինակ ձեր տարիքին դարձնեք քաղաքապետ։ Մենք երբևիցե մարդագողությամբ չենք զբաղվել, առավել ևս
ձեր բնորոշումները տված հարից չեն ու երբևիցե նման գործունեությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ մենք չենք պատրաստվում Գյումրիում որևէ նման գործողություններով զբաղվել։ Սահմանը որն է, Ալավերդիում է կարծեմ այդպես եղավ, այլ համայնքներում է, որ ընդդիմադիր, այսինքն հակառակ ֆրակցիայից ինչ-որ 1-2 հոգի, չգիտեմ ինչ ֆոկուսներ եք անում, քրեական գործով պատասխանում եք, թե համոզում եք, թե ինչ-որ պաշտոն եք խոստանում, այդ մարդը գալիս ձեր օգտին է։ Իսկ գուցե լավ ենք աշխատում ու մեր գաղափարախոսությունը այդ մարդուն սկսում է դուր գալու մեր արած աշխատանքը դրա համար որոշում են, որ մեր օգտին են քվեարկելու։ Ինչ ենք մենք մեր թիմը 14 մանդատ, դե 99 ընդանուր մաքսիմում թիվը դրել էինք, դրա համար էլ տեղ չունեինք այլ ավականիների կամ այլ տեխնազուների ներգրավելու, գուցե եւ տեղը լինեն ես գաղափարները 170 աշան տարբեր են եւ չեմ կարծում որ Վարդան Ղուկասյանի կամ Արտուր Գրիգորյանի կամ այլ մյուս 8 ուժերի ցուցակում եղած մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճանապարհ ունեին անցնել։ Պարոն Ալիչյանյան, եւ երկու հարց, մեկը վերաբերում է այն ամենայնիվ ԿՊ-ն, հա, տեխնացու առաջադրելու է քաղաքապետի եւ երկրորդ արդեն մի քանի օր է ձեր հնարավոր հրաժարականի մասին է շրջանառվում, ասում են SMS եք ստացել։ Ես բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ կրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աշկերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր տեխնազուները իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը տեխնազուի մասով մոդոլերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ իմանանք։ Ինչի՞ չեն բանանում, որ տեխնազու պետք է առաջադրել, կարծիքներ հնչում են ամեն դեպքում, դուք ինչ կարծիք եք, անձամբ ձեր կարծիքը եւ եթե դուք եք կարծում, որ այո պետք է ձեր տեխնազուին առաջադրեք, ինչ հաշվարկով, ինչ հույսով արտադրալու։ Ես կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ եւ կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն։ Հնարավոր է չառաջադրեք։ Ես ասում եմ պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կայանի, բայց բնականաբար 17200 քվ ստացած ուժը, որը ունի ամենամեծ խմբակցությունը, իր դիրքորոշումը ավելի հստակ ու ճիշտ արտահայտելու է հայտարարության ժամանակ։ Մենք սպասում ենք Մենք սպասում ենք մանդատների վերցնելուն, որտեղ մինչև 14-ը դեռ ինքնապատասխանի ժամանակ կա, հասկանանք մանդատները ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, այն մյուս խմբակցությունները, այն մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ 14-ից հետո նոր հստակ բաց կլինի։ Պարոն Արաշյանյան, այսինքն իշխանության հույսը առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրելն է, որտեղ երկրորդ փուլը նման հնարավորություն է տալիս, երբ որ առաջին փուլով 50+1-ով չի ընտրվում քաղաքապետ, երկրորդ փուլը արդեն ասում է, որ իշխանության հույսը ու իշխանության ուժը օրենքն է, մենք պաշտպանում ենք օրենքը եւ մեր քաղաքացիների քվեն։ Դրանով ստանում ենք ուժ ու հնարավորություն հետագա մեր գործընթացները ճիշտ կառավարելու համար։ Պաշտպան հայնած ծրագրի շահառու եմ Շարքային Չոբանյան։ Շարքային Չոբանյանը 9 ամիս ժամկետային զինծառայող է եղել։ 9 ամսյա ծառայությունից հետո երիտասարդ տղան դիմել է Պաշտպան հայրենյաց ծրագրին եւ արդեն 1 ամիս է այդ ծրագրի շահառու է։ Ծրագրի մասին իմացել եմ ընտանիքիս անդամներից, երկար քննարկումներից հետո որոշեցի ընտրել հենց այդ ծրագիրը, քանի որ լավ ապագա ունենալու համար տարբերակները, որ կարող եմ հասնել լավ ապագայի, ամենաճիշտը հենց այդ ծրագրին դիմելն էր։ Գագիկը մասնագիտությամբ կապավոր է եւ քաջ գիտակցում է իր մասնագիտության առանձնահատկությունները եւ կարեւորությունը։ Կապը շատ կարևոր է սահմանում թիկունքի եւ առաջնագծի միջև կապ հաստատելու համար։ Իմ գործը կայանում է կապի միջոցներ ստեղծել եւ կապ հաստատել թիկունքի առաջնագծի միջև։ Ընդամենը 2 ամսից կմեկնարկեն որակավորման քննությունները։ Ատեստավորումը գերազանց հանձնելուց հետո Գագիկը մտադիր է շարունակել զինվորական ծառայությունը եւ նվաճել նոր բարձունքներ։
Ամեն օր փորձում ենք մեր հմտությունները թե մասնագիտական, թե ֆիզիկական առումներով բարձրացնել, բարձր որակի սարքել, որպեսզի քննության արդյունքները լավ փոխանցեն։ Քննություններից հետո դեռ շատ երկար ժամանակ կգտնվեմ ծառայության մեջ, մեր սպաները շատ լավ օրինակ են մեզ հետագա ծառայություն շարունակելու համար։ Ես էլ կուզենամ իմ ներդրումն ունենալ զինված ուժերում իմ օրինակելի ծառայությամբ։ Որոշեցի ընդգրկվել այս ծրագրին, որովհետև նպաստավոր պայմաններ էին եւ հայրենիքիս ծառայելու համար։ Կրտսեր Սերժանտ Թադևոսյանը եւս պաշտպան հայրենիացի շահառու է։ Ծրագիրը արտոնություններ եւ առավելություններ շատ ունի, սակայն պաշտպան հայրենիացի կարևոր եւ գլխավոր պայմանն է լավ սովորելը եւ դասընթացների ավարտին ատեստավորման քննությունները գերազանց հանձնելը։ Այս ծրագրի առավելություններն են, որ արդեն որպես պայմանագրային զինծառայող ավելի արհեստավարժ ես դառնում քո մասնագիտության մեջ եւ ավելի շատ ես կարողանում քո ընտանիքի կողքին լինել։ Ամենօրյա պարապմունքներ, ինչպես ֆիզիկական ու շարային, այնպես էլ մասնագիտական գիտելիքների ամրապնդում, այսպես են տղաները պատրաստվում առաջիկա ատեստավորման քննություններին։ Ես կարծում եմ, որ ատեստավորման քննությունները լավ գնահատականով կատեստավորվեմ եւ ձգտում եմ դրան։ 2 1 Օրը սկսում առավոտյան վերկացից, շարունակում ենք առավոտյան ֆիզ պատրաստությամբ, մարզանքներ, վազք, պտտաձողի վրա ձգումներ։ Արհեստավարժ եւ բանիմաց զինվորական լինելու համար առաջնային է նաեւ ֆիզիկական գերազանց պատրաստվածությունը, ուստի այստեղ մասնագիտական հմտություններից բացի չափազանց կարեւոր է զինծառայողի կոփվածությունն ու դիմացկունությունը։ Օրը մեր հագեցած է անցնում, հագեցած է մեր թե մասնագիտական պարապմունքներով, թե ֆիզիկական պարապմունքներով, թե շարային պարապմունքներով։ Առավոտյան շարային պարապմունքներ, կեսօրից հետո արդեն ֆիզիկական, իսկ ցերեկային ժամերին զբաղվում ենք մասնագիտական պարապմունքներով։ Իսկ մասնագիտության կարևորության մասին խոսելով կապավորները միաձայն նշում են. չկա կապ, չկա կառավարում։ Կապի մեջ եմ ամեն ինչ նորմալ է։ Շարքային Խաչատրյանը նույնպես պաշտպան հայրենիաց ծրագրի շահառու է։ Խոսելով ծրագրի ընձեռած արտոնությունների մասին, երիտասարդը կարևորում է ծառայության ընթացքում կրթություն ստանալու հնարավորությունը։ Ընտրել եմ այս պայմանագիրը, որովհետև ունի այն մեծ առավելություններ, թե հնարավորություն է մեզ տալիս սովորելու համալսարանում, թե հետագա կյանքը մեր կառուցելու համար եւ զինված ուժերը իհարկե զարգացնելու համար։ Առջևում ատեստավորման քննություններն են, ուստի տղաներն անընդհատ մարզվում են եւ կատարելագործում մարտավարամասնագիտական հմտությունները։ Բարձր արդյունքները ինձ համար նպատակ են, պարապում եմ, մարզվում եմ, ջանք ու եռան չեմ խնայում, առավելագույնս բարձր գնահատականներ ստանալու համար, քանի որ բարձր գնահատականը առաջնահերթ իմ պատիվն է, զորամասի եւ իմ հրամանատարների։ Վաշինգտոնը բարձրացնում է Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, դրանք 104-ից հասցնելով 125%-ի։ Հուսով եմ մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ Միացյալ Նահանգներին եւ մյուսներին կողոպտելն այլևս ընդունելի չէ, Truth Social-ի էջում գրել է Դոնալդ Թրամփը։ Մյուս երկրների համար սահմանված հավելյալ մաքսատուրքերը 90 օրով կսառեցվեն, բանակցություններ անցկացնելու համար։ Թրամփը տեղեկացրել է, որ ավելի քան 75 երկիր արդեն դիմել է Վաշինգտոնին մաքսատուրքերի շուրջ բանակցելու խնդրանքով։ Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփի հայտարարություններից հետո ամերիկյան խոշոր ինդեքսները սկսել են աճել։ ԱՄՆ նախագահը մեկնաբանելով մաքսատուրքերը ժամանակավորապես սառեցնելու իր որոշումը փաստացի խոստովանել է, որ դրա վրա ազդել է շուկաներում ստեղծված իրավիճակը։ Մարդիկ մի փոքր չափն անցան, նրանք սկսեցին նյարդայնանալ եւ վախենալ։ Հարկավոր է ճկուն լինել, շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը համոզմունք է հայտնել, որ ի վերջո առևտրային գործարքներ կկնքվեն բոլորի, այդ թվում Չինաստանի եւ Եվրամիության հետ։ ԱՄՆ նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել հանդիպել Չինաստանի նախագահի հետ եւ վստահեցրել, որ Սի Ցզինփինն իր ընկերն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեկինը հայտնել է ամերիկյան ապրանքների համար 34%-ի պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին, որին ի պատասխան ամերիկյան կողմը նորից բարձրացրել է մաքսատուրքերը։ Երեկ էլ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 84%-ի հասցնելու մասին։ Դրանք պետք է ուժի մեջ մտնեն այսօր։
Դոնալդ Թրամփը հանդես է եկել մի շարք այլ հայտարարություններով, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով։ Նա հավելել է, այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։ Թրամփը նշել է, որ իր առաջին նախագահության ժամանակ պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ, ինչի արդյունքում Իրանը չի կարողացել միջուկային զենք ստանալ։ Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին ոչ ոք չգիտի։ Թրամփն անդրադարձել է Եվրոպայի հետ հարաբերություններին, տեղեկացրել, որ Միացյալ Նահանգները կարող է կրճատել իր զինված ներկայությունը Եվրոպայում։ Մենք ծախսեր ենք կատարում Եվրոպայում մեր զինվորականներին պահելու համար, սակայն լուրջ փոխհատուցում չենք ստանում։ Այնպես որ կքննարկենք այդ հարցը, հնարավոր է առևտրային բանակցությունների շրջանակում, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել։ Թրամփը չի բացառել, որ ինչ-որ պահի կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները եւ Պանաման համաձայնեցրել են շրջանակային պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան ռազմական եւ այլ նավերը կարող են արտահերթ եւ անվճար անցնել Պանամայի ջրանցքով։ Փիթ Հեքսեթի խոսքով Վաշինգտոնն աշխատում է Պանամայի հետ ապահովելու ջրանցքի անվտանգությունը եւ զսպելու տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը։ Նա մտահոգություն էր հայտնել, որ ամերիկյան նավերը չափազանց շատ են վճարում եւ նորմալ սպասարկում չեն ստանում։ Պանամայի իշխանությունը կտրականապես դեմ է ջրանցքի վերահսկողությունը Միացյալ Նահանգներին զիջելու հեռանկարին։ Թուրքիան եւ Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունը կանխելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով կարևոր է խուսափել կողմերի միջև թյուրիմացությունից։ Հական Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև հիմնական խնդիրներն են Գազան, Արևմտյան ափը եւ Ալ-Աքսա մզկիթը։ Մենք որևէ մեկի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրություն չունենք, բայց նաեւ անտարբեր չենք հետևի Սիրիայում որևէ գործողության, որը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար։ Իսրայելի ռազմավարությունն է ոչինչ չթողնել Սիրիայի նոր կառավարությանը, ասել է Ֆիդանը։ Նրա խոսքով, եթե Սիրիան Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, նշել, Անկարան աշխատում է հակաթուրքական պատժամիջոցների վերացման ուղղությամբ։ Գերմանիայում պահպանողականները եւ սոցիալ-դեմոկրատները համաձայնության են եկել իշխող կոալիցիայի ձևավորման հարցում։ Երկրի հնարավոր ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ կողմերին հաջողվել է հաղթահարել առկա տարաձայնությունները, այդ թվում միգրացիոն քաղաքականության խստացման շուրջ։ Նրա խոսքով Գերմանիայի հաջորդ կառավարությունն ուժեղ ծրագիր կունենա։ Մասնավորապես կփոխվի զինվորական ծառայության մոդելը, նախ եւ առաջ շեշտը կդրվի կամավոր ծառայության վրա շվեդական օրինակով։ Գերմանիայի քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ երկրում 5 տարի բնակվելուց հետո, նախկին 3 տարվա փոխարեն։ Նոր կառավարությունը կխստացնի անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Ազգային սահմանները կվերահսկվեն, իսկ այն անձինք, որոնց ապաստանի դիմումները մերժվել են, կարտաքսվեն, հայտնել է Մերցը։ Նաև Գերմանիայի ապագա կաբինետը մտադիր է շարունակել հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը։ Գերմանական զլմները հայտնում են, որ համաձայնության շրջանակում սոցիալ-դեմոկրատները կստանան ֆինանսների, պաշտպանության, արդարադատության, աշխատանքի եւ այլ նախարարություններ։ Պահպանողականները ներքին եւ արտաքին գործերի, ինչպես նաեւ տնտեսության եւ կրթության նախարարությունները։ Խաչաղբյուր գյուղում պաշտոնապես բացվում է ֆերմեր վերամշակող Պետրոս Պետրոսյանի հիմնած առաջատար ֆերման։ Որակյալ կաթ մթերելու խնդրին բախված ֆերմերը որոշել էր սեփական օրինակով ցույց տալ, ինչպես կաթ արտադրել։ 2021 թվականին ռազմավարական զարգացման գործակալության անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս 2 ծրագրի աջակցությամբ սկսել էր ֆերմայի շինարարությունը։ Ծրագրով ֆերմերին տրվել էին շինանյութ եւ սարքավորումներ, նաև եվրոպական երկրների փորձն ուսումնասիրելու հնարավորություն։ Պետք է անասնաֆերման համալրեինք բարձրակիտ անասուններով։ Դրա համար մեզ նորից օգնության հասավ ռազմական զարգացման գործակալությունը, արտասահմանյան մի քանի շրջայց ենք ունեցել, փորձի փոխանակում, հետագայում այնտեղից ներկրել ենք անասուններ, սիմենտալ եւ մոմբելյար տեսակի Ֆրանսիայից եւ Ավստրիայից։ Կենդանիները հարմարվել են տեղի պայմաններին եւ արդեն երկրորդ սերունդն են տվել։ Կատնատվությունն էլ արդարացրել է ֆերմերի սպասելիքները։
Դրսից բերած հղի երիժներից արդեն լավ հորթեր ենք ստացել։ Մեր ունեցած սերունդից արդեն սերնավորած երիժներ ունենք։ Միաժամանակ ասեմ, որ ներկրված հղի երիժներից մենք առաջիցին մի լակտացիայում 5000 լիտր կաթ ենք ստացել։ Անասունները ազատ պահվածքով են պահում, իրանք շատ իրանց հրաշալի են զգում։ Առանձնահատկություն չկա, այս պահվածքը ավելի հեշտ է, քան մեր ավանդական պահվածքը։ Անասնապահության զարգացում Հայաստանում Հարավ-Հյուսիս 2 ծրագիրը ֆինանսավորում է ավստրիական զարգացման գործակալությունը։ Գեղարքունիքի մարզում 3 առաջատար ֆերմա է հիմնվել գործընկերությամբ էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների։ Անասնապահության որպես գյուղատնտեսության առաջատար ճյուղի զարգացման գործում մեծ է անհատ ձեռնարկատերերի դերը։ Մենք գործը հեշտացնողի դերում ենք։ Տեղի ֆերմերները կառավարության աջակցության ծրագրերի միջոցով հնարավորություն ունեն յուրացնելու եւ տեղայնացնելու Ավստրիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների անասնապահության ոլորտի փորձը։ Բավականին նորամուծություններ կան եւ մարդկային գործոնը շատ է քչացել ֆերմերային տնտեսությունում, բավականին պրոցեսները ավտոմատացված են արդեն։ Առաջատար ֆերմաների ընտրության, ֆերմերների ընտրության հարցում շատ կարևոր դեր է խաղացել, թե ֆերմերները ինչ մակարդակով են ներգրաված եղել կաթի կամ մսի արժեշղթաներում։ Օրինակ մեր ֆերմերը, ում հետ հիմա աշխատում ենք, նաև իրենց կոոպերատիվ միջոցներով արտադրում են նաև տարբեր տեսակի բարձրարժեք պանիրներ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ներկայացնում է անասնապահության ոլորտի պետական ծրագրերն ու դրանց արդյունքները, ապա ներկաները շրջում են ռազմավարական զարգացման գործակալության ծրագրով, անասնաբուժության եւ արհեստական սերմնավորման ծառայությունների հասանելիության բարելավման բաղադրիչով լուսակունքում ստեղծված անասնաբուժական կետում, որը Գեղարքունիքի մարզում ստեղծված 7 կետերից մեկն է, այն սպասարկում է նաեւ հարակից մի քանի գյուղերի։ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, պետքետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են։ Մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31 ընկած ժամանակահատվածում անհատ ձեռներեցի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի արդիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, որ արկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ դրամարկային մեքենապարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը եւ չկատարել ապօրինություններ։ Սիսիանի Արմաթ նոթում ինժեներական լաբորատորիայի սաների ամենասիրելի պահն է։ Իրենց պատրաստած սարքերը թռչում են։ Տասնչորսից 18 տարեկան շուրջ 30 տղայի համար աշխատանոցը վայր է, որտեղ ամրապնդվում է նրանց ցանկությունը պատրաստել ԱԹՍ-ներ ու նույնիսկ ինքնաթիռներ։ Երեխաները սովորում են գծագրություն, սովորում են աերոդինամիկա, իրանց համար շատ կարևոր է նախնական գիտելիքները, դրանք են ֆիզիկա, մաթեմատիկայի լավ իմացություն։ Աերոդինամիկան ուսումնասիրելուց հետո, տեսական դասերից հետո երեխաները սկսում են պատրաստել պարզագույն մոդելներ, առանց շարժիչների սկզբից, հետագայում արդեն թեթև շարժիչներով մոդելներ, համացանցից կամ ինքնուրույն փորձում են գծագրել, նախագծել նոր մոդելներ,
կատարում են թռիչքներ, որոշ թռիչքներ անում են դպրոցի բակում, որոշ մոդելներ, որոնք որ համատեղելի չեն այս նեղ պայմանների հետ, մենք տանում ենք քաղաքից դուրս եւ թռիչք իրականացնում ենք այնտեղ։ Դասընթացավարներ Մխիթար Հակոբյանն ու Ալբերտ Աբրահամյանն աշխատավարձ ստանում են, բայց թե այդ գումարով, թե տարբեր մրցույթներից ստացած դրամական պարգևներով պահեստամասեր են գնում ու անկեղծանում։ Ֆինանսական աջակցության կարիք միշտ կա։ Բավականին լավ արդյունք ունենք։ 3 տարվա մեջ հասցրել ենք մասնակցել հանրապետական հավք մրցույթին, 2 անգամ ենք մասնակցել, երկուսի դեպքում էլ գրավել ենք մրցանակային տեղեր։ Անցած տարի Կապանում էր մրցույթը, մարզպետի կողմից կազմակերպված մրցույթ էր, որին նույնպես մենք մասնակցել ենք եւ ելի ունեցել ենք մրցանակային տեղ։ Կրթական ծրագիրը մեկամյա է, բայց ոմանք ավարտելուց տարիներ անց էլ չեն դադարում հաճախել աշխատանոց։ Նրանցից շատերը երազում են ստեղծել սեփական մոդելները։ Չեմ մտածում ստեղծեմ այնպիսի աթսներ, որոնք օգտագործեն միայն ռազմաարդյունաբերության մեջ, ռազմական գործողությունների մեջ, որովհետև բացի ռազմական գործողություններից անօթաչու թռչող սարքերը շատ մեծ կիրառություն ունեն նաև գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև հասարակական ոլորտներում։ Իմ մտածած, իմ երևակայության մեջ այդ աթսը, որ ես նպատակ ունեմ նախագծել ու ստեղծել, կարող է օգտագործվել թե ռազմաարդյունաբերության մեջ որպես հետախուզական անօթաչու եւ թե հասարակության մեջ օրինակ որպես առաքիչ դրոն։ Լևոնը պնդում է, ապագան հենց թռչող սարքերինն է։ Դրանք օգտագործվելու են գրեթե բոլոր ոլորտներում։ Նրան բարդ սարքերն են հետաքրքրում, ասում է, այն ինչ թվում է կատարյալ, միշտ էլ կարելի է կատարելագործել։ Նրա ձեռքում բավականին բարդ մոդել է, որը ցանկանում է անթերի դարձնել։ Այս մոդելը կոչվում է flying wing, այսինքն թարգմանաբար թռչող թև, ինքը չունի հիմնական կորպուս, այսինքն սա պատրաստելուց պետք է պատրաստել այնպիսի ճշգրտությամբ, որպեսզի ինքը թռիչքը լինի կատարյալ, ինքը չունի հիմնական կորպուս, այսինքն իր ամբողջ աերոդինամիկան կենտրոնացված է թևերի վրա, եւ ամեն մի շեղում սխալ դետալի սխալ պատրաստում կարող է լուրջ անդրադարձ ունենալ թռիչքի վրա։ Դասընթացավարի խոսքով իրենք երեխաներին մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են տալիս, փորձում գտնել տաղանդավորներին ու ոգևորել, աշխատանքը պտուղներ տալիս է։ Լևոնը ցանկություն ունի իր ապագան կապել այդ ոլորտի հետ, լինի դա ինժեներական ուղղվածություն կամ չգիտեմ, միգուցե մի փոքր նեղ ավելի ճշգրիտ, բայց որ գնալու է այդ ուղղությամբ դա ոնց որ թե ինքը արդեն որոշել է։ Բացի Լևոնից էլի ունենք երեխաներ, որոնք նույնպես ուզում են դառնալ այդ ոլորտի մասնագետ, ունենք անգամ երեխաներ, որ արդեն ծառայում են համապատասխան ստորաբաժանումներում, սովորում են համապատասխան ուսումնարաններում, մի խոսքով արդյունք կա։ ԱԹՍ-ներ պատրաստող այս երեխաներն արդեն թիմ են։ Նրանք կարողանում են ուրախանալ միմյանց հաջողություններով ու առողջ մրցակցել, թե աշխատանոցում, թե օդում։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ։ Չնայած կառուցվածքային փոփոխություններին այս իմաստով գործառույթները չեն փոխվել։ Պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր եւ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը։ Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել եւ մնում է բացահայտումը։ Ամեն մի բացահայտում, հատկապես երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում է նույն անձի հանցավոր գործունեությունը, իսկ պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչերն ունենում է հանցավորներին զսպող ազդեցություն։ Այս բացահայտումներով նաեւ կանխվում է թմրամոլությունը, թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը, ամեն կոնկրետ դեպքով առգրավվում, այլ կերպ ասած, ապօրինի թմրաշրջանառությունից հանվում է որոշակի քանակով թմրանյութ։ Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում
համագործակցում ենք համայնքային ոստիկանության բաժինների, մեր գործընկերների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների հետ։ Բայց մեր բացահայտումների գերակշիռ մասը բաժնի ծառայողների աշխատանքի արդյունք է։ Վերջին շրջանում հենց այս բաժնի ուժերով բացահայտվել են խոշոր եւ առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու եւ իրացնելու դեպքեր։ Օրինակ, մի դեպք բացահայտվել է ապրիլի 4-ին։ Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան Տերյան փողոցների խաչմերուկում թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 եւ 49 տարեկան երկու տղամարդու։ Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթի 6 տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ եւ հոգեմետ 2 դեղահապ։ Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթի 7 տարա, մեկը կոնկրետ այլ անձի անվամբ։ Դեպքի արդիվ կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հատուկ ուշադրություն ենք դասում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած տեղադրման դեպքերին։ Նման երկու դեպք բացահայտեցինք մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին։ Թմրանյութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին։ Ըստ օպերատիվ տեղեկության Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում եւ իրացնում էր թմրանյութ։ Ապրիլի 1-ին ժամը 18-ին ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ, ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով։ Դեպքի արդիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 31-ին գիշերվա ժամը 2-ին մոտ Մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 եւ 37 տարեկան երկու տղամարդ։ Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված եւ մարիխուանայով լցված 4 փաթեթ։ Երկրորդի մոտ տեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար, ընդհանուր մոտ 90 գրամ քաշով եւ 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաեւ ծալովի դանակ։ Ըստ վերջինիս մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690,000 դրամով։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առանձնապես խոշոր չափի թմրանյութ Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին։ Այդ օրը ժամը 14:40-ին այս դեպքում միայն թմրամիջոց ապօրինի պահելու եւ օգտագործելու կասկածանքով Դավիթաշենում ձերբակալվեց եւ վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող 70 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում հենց մեթամֆետամին է։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր դեպքերով ձերբակալված անձինք դատանի որոշմամբ կալանավորվել են։